Քոչարյանի համար հիմա 2026 թիվը չի։ Նա շարունակում է կարծել, շարունակում է բոլորին համոզել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ ընտրությունները նշանակվի են եւ իրեն էլի նշանակելու են Հայաստանի Հանրապետության նախագահ ու ինքը էլի այս պարագայում արդեն վարչապետ ու ինքը էլի շարունակելու է նույն քաղաքականությունը։ Նրանց համար ժամանակը չի փոխվել, նրանց համար խնդիրները չեն փոխվել։ Ռոբերտ Քոչարյանը հրաշալի տեսնում է, որ այս 21-ի արտահերթ ընտրություններից առ այսօր ինքը իր քոքը փառահեղ մաշեց։ Այդ Ռոբերտ Քոչարյանի քոք մաշելու քաղաքականության հետևանքներով Սամվել Կարապետյանը հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում, որովհետև Մոսկվայում վստահ էին Ռոբերտ Քոչարյանին, որևէ օլիգարխի չէին ուղարկի։ Ռոբերտ Քոչարյանն էլի կգնար, էլի ինչ ասեմ, ֆինանսական վիթխարի ներդրումներ կաներ, իշխանություն դառնալու փոխարեն էլի կդառնար ինչ-որ անեական ընդդիմություն։ Եթե հետևում եք իրենց հայտարարություններին, նրանք ասում են այլանդրանք չկա, իրենք պետք է գան։ Իրենք արդեն եկել են, պարզապես մենք տակ ենք երևի դեռ չենք հասկանում, իրենք արդեն եկել են, իրենք արդեն ծեզել են փրկել, ինձ են փրկել, բոլորին փրկել են արդեն։ Իրենք արդեն երկիրն են փրկել, բայց այնուամենայնիվ չեն կարող չհասկանալ, որ իրավիճակ է փոխվել։ Չեն կարող բացահայտ դեմ գնալ այ վիզաների ազատականացմանը, հեռահաղորդակցության ուղիների բացմանը, թեպետ գալիս են ու հայտարարում են, որ տրիպը պետք է վերաբանակցվի, տրիպը պետք է միջնորդներ օրինակ Ռուսաստանը, օրինակ Չինաստանը, դեք հայ-ամերիկյան համաձայնություն, Չինաստանը գալու է ինչ անի, կամ Պուտինը գալու է ինչ ասի,